Կացին ու սղոցները ձեռքներին այս մարդիկ հեռանում են բուսաբանական այգու այն հատվածից, որտեղից շուրջ 2 տասնյակի հասնող հաստաբուն կաղնիներ են հատվել։ Քանի հատ են կտրել։ Չեմ կարող ասել, շատ հարթ էր տվեցի, հետո գաղեն ձևագործից անեն։ Նախորդին համացանցում հրապարակված ծառերի սպանն արձանագրող աղմկահարույց լուսանկարներից հետո բուսաբանական այգում վախի մթնոլորտ է, իսկ պատասխանատուներն իրար ամերժ տեղեկություններ են հայտնում։ 2 օր առաջ մարտի 15-ին բլոգեր Էդուարդ Հայրումյանն ահազանգեց հաստափոր կաղնիների հատման մասին լուսանկարներ հրապարակելով։ Այժմ Սաղարտախի ծառերի փոխարեն այս հատվածում այսպիսի տեսարան է հատված կաղնիների կոճղերով։ Խնդրի մասին ահազանգած Էդուարդ Հայրումյանը 2 օրվա մեջ այգու այս հատվածում այլ պատկերի է ականատես լինում։ Շաբաթ օրն իր այցի ժամանակ կաղնիները հատված ու մասնատված է տեսել գետնին գցված, իսկ այսօր Factor TV-ի նկարահանումների ժամանակ նշում է հետքերը մաքրել են։ Սա այդ կաղնիներից մեկն է, թարմ կտրված։ Էսի ապիլկեն, այս ապիլկյան մի տարի ավել չի մնա, էլի մի հատ ձյունը եթե եկած լիներ վրենու հալած, ինքը հալած կլիներ։ Նայի որ 4 ծառի վրա այս ճյուղը չէր լինի ու 4 ծառի վրա տերևը չէր լինի։ Դեռևս սա ոչ թե 4 ճյուղի տերևը, այլ կտրելուց հետո չորացած ավրան էլի, դեռևս այն բանը կա մեջը, թարմությունը։